Պարոն Սարգսյան, իշխանությունները շարունակում են քաղաքային բյուջեն շռայլորեն ծախսել համերգների, միջոցառումների կազմակերպման վրա, չլուծելով քաղաքացիների սոցիալական խնդիրները, վթարային շենքերի հարցը, ինչով եք պայմանավորում եղած միջոցները նման նպատակներով ծախսելը, արդյոք արդարացված են այն պնդումները, որ այդ համերգների ու միջոցառումների կազմակերպման իշխանավորներն ու իրենց մտերիմները պարզապես փող են աշխատում։ Տեսեք, միջոցառումների հետ կապված միլիոնավոր դրամներ են ծախսում, օրինակ տեսեք, Էրեբունի Երևանի օրինակ տոնակատարության վրա բերել էին, ինչ էին երգում այնտեղ, մշակույթը ավելի շատ ոչնչացնելու, Թաթայի արև, այսպես ասած, հորս արև, մորս արև, այդպես կառավարելով Երևանը, այնինչ պետք է այդտեղ Երևանի հետ կապված երգեր հնչեին, ոչ թե հոր արև, մոր արև երգեր, այ հոր արև, մոր արև Տիգրան Ավինյանեն կարող են Երևանը կառավարել շատ ավելի լավ, որը այս բանին չենք տեսնում, չեն կարողանում կառավարել, ջրահեռացման խնդիրներից սկսած, բոլոր ոլորտներում ձախողած այս իշխանությունները միայն ուրախությամբ, հպարտությամբ միայն համերգներին գնում են եւ պարում են, բայց բոլոր ոլորտներում որ տեսնում ենք, որտեղ մտնում ենք կոռուպցիայի հոտ է գալիս այդտեղից, այդ կոռուպցիան իրենց ասած պոզով պոչով չի լինում, դա հիմնավորվում է նրանով, որ այո վարչական ապարատում կալանավորումներ է եղել, հենց Տիգրան Ավինյանի վարչախմբից է կալանավորումներ է եղել, բայց օրինակ տեսեք, այդ կալանավորումների հետ կապված Գյումրիում եթե կաշառքի դեպք է լինում, բոլորին մինչև քաղաքապետ տանում կալանավորում են, բայց Տիգրան Ավինյանին մենք ինչ այս պահը չտեսանք, որ կալանավորում անեին, քանի որ մոտ 30 հոգի նույն վարչական շրջանի ղեկավարներ կալանավորվեցին, բայց Տիգրան Ավինյանը ինչպես չոր մաքուր դուրս է գալիս ամեն ինչից, սկսած անիվից։ Դուք խոսեցիք Գյումրիի ձերբակալությունների մասին, ձերբակալվեց եւ ըստ էության կալանավորման կտարվի Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը, համապետական ընտրություններից առաջ սա ինչ ուղերձ է ըստ ձեզ քաղաքացիներին իշխանության կողմից։ Տեսեք, սա Նիկոլ Փաշինյանի քաղաքական ռեպրեսիաներն են, Էջմիածնի ընտրություններից առաջ, հասկանալով, որ Գյումրին մերժել է ԿՊ-ին, ԿՊ խմբակին, նույնը փորձում է ճնշումներ գեներացնել Էջմիածնում, Էջմիածնի թեկնածուների վրա, նաև ժողովրդին փորձում է հասկացնել, տեսեք, որ դուք նույնպես ընտրվեք, ձեր ձայնը հաշվի չեմ առնելու, ես միևնույն է, փորձելու եմ կալանավորել բոլորին, այսինքն այս բռնապետական ռեժիմը դարձել է ժողովրդավարություն քարոզող ռեժիմը, եկել է դարձել բռնապետ մեր ժողովրդի գլխին, չի թույլ տալիս, որ մեր քաղաքացիները իրենց ընտրությունով քաղաքապետ ընտրեն, վառ օրինակ է, օրինակ, տեսեք Գյումրու օրինակը, այնտեղ նաև սպանություն Վալոդյա Գրիգորյանի հետ կապված, այսինքն որտեղ ԿՊ-ն պարտվել է, այնտեղ ռեպրեսիաներ է տեղի ունեցել կամ կալանավորվել է քաղաքապետը կամ սպանվել է կամ էլ մինչ այս պահը հետապնդվում է, չեն կարողանում իրենց պարտությունը ընդունել, միևնույն է, ասում եմ, մեր քաղաքացիները չեն ընտրելու ԿՊ-ին, ԿՊ-ն պարտվելու է, համապետական ընտրություններին էլ է պարտվելու, իսկ դրանից հետո վստահեցնում եմ ժողովուրդը պահելու է իր քվեն, համապետական ընտրության իր քվեն վստահեցնում եմ չի կարողանալու Նիկոլ Փաշինյանը պետական ապարատ օգտագործել այդ ընտրություններից հետո։ Չնայած քաղաքային տրանսպորտի սակագնի թանկացմանը իրավիճակը քաղաքային տրանսպորտում շարունակում է անմխիթար մնալ, մարդիկ ժամերով սպասում են, տեսնում են գերծանրաբեռնված տրանսպորտ, ինչ եղան ձեր գնահատման խոստացված բարեփոխումները։ Տեսեք, իրենք բարեփոխումներ ասելով եկան, բայց բարեփոխումները մինչ այս պահը չի կատարվել բարեփոխումները, այն տրոլեյբուսներից, որ խոսում են, կառավարությունից փող են ուզում, այնինչ այդ փողը քաղաքապետարանի բյուջեում առկա էր, այդ գումարները մսխում են ուղղակի այլ ոչ նպատակային ծախսերով, որոնք կարող էին այդ տրոլեյբուսները գնել, բարեփոխման հետ կապված մինչ այս պահը այդ խելացի կանգառասրահները գոյություն չունեն, Երևանում երևի մեկ կանգառասրահ կա, որն էլ ոչ բարվոք վիճակով խելացի կանգառասրահ կարող են կոչել օպերայի ու գտնվող կանգառասրահի մասին է, բայց բոլոր կանգառասրահները պետք է մոնիտորներով հագեցված լինեին, իսկ ավտոբուսների հետ կապված տեսեք բեռնվածությունը, ավտոբուսներում մարդիկ մինչ այս պահը խցանված են նստում այդ ավտոբուսը եւ բարեկեցիկ չեն կարողանում տեղափոխվել ակետից բեկետը, դա բարեփոխում չէ, նույն բեռնաթափման ծրագիրը, որը նաեւ ավտոբուսներին պետք է հնարավորություն տար արագ տեղաշարժվելու, որ քաղաքացին ժամանակին հասներ իր նշված վայրը, բայց դա էլ չի իրականացել, քանի որ բեռնաթափումն են ձախողել, միայն գումարներ են հավաքել,
Ինչ է անում ՔՊ-ն, ՔՊ-ն թանկացնում է սովորական եւ աղքատ քաղաքացիների հարկերը, տուրքերը, ամեն ինչ, բայց ինչ է անում, արտոնություններ է տալիս գործարարներին, ոչ թե գործարարներին, այլ խոշոր գործարարներին, խոշոր կապիտալ ունեցողներին, բերում է աղքատներից հավաքում է եւ տալիս հարուստներին, այնինչ պետք է հակառակը տեղի ունենար, պետք է հարուստներից հարկերը հավաքեր եւ աղքատներին բաժաներ իրենց ասելով, այսինքն դա ինչպես պետք է նկարագրել, բաժանել չի նշանակում զուտ բերել եւ այդ գումարը վերցնել տար արձերն, այլ այդ հարկերը տուրքերը նվազեցնել, ոչ թե թանկացնել, խոշորներից էլ բերել տալ, որ քաղաքացիները կարողանային բարեկեցիկ ապրել։ Տրանսպորտային համակարգի հետ կապված տեսակ մի եւս մեծ դրվագ ասեմ, երեք հանձնաժողովի նիստի դրանք մետրոյի հետ կապված ինչ էին անում, կառավարությունը սուբսիդիա էր խոստացել, բայց ինչպես պարզվում էր վերջին գործակարգավարական նիստերից Տիգրան Ավինյանը բողոքում էր կառավարությունից, Նիկոլ Փաշինյանից անմիջապես բողոք ներկայացրեց, որ կառավարությունը իրենց խաբել է 5 միլիարդի փոխարեն 2 միլիարդ է տվել, այդ իսկ պատճառով այդ մետրոպոլիտեն Աչափնյակի, որ տարիներ շարունակ քարոզ են անում, մեկը մյուսի վրա է գցում եւ մետրոպոլիտենը չի կառուցվելու։ Իհարկե մենք կողմ ենք մետրոպոլիտենը, շատ լավ է որ կառուցվի, դա եւս մեծ ստրատեգիական կառույց է, բայց ես չեմ հավատում որ ՔՊ-ն կարող է մետրոպոլիտեն կառուցել, որովհետեւ իրենք եթե չեն կարողանում նույնիսկ փոսալեցումը, որը ավելի ցածր աշխատանք է որակով, քան մետրոպոլիտենի կառուցումը, ՔՊ-ն չի կարողանալու մետրո կառուցել, որովհետև դա իրենց խելքի բանը չէ։ Ինչ են անելու, քարոզարշավի ընտրություններից 1-2 ամիս առաջ փորձելու են այդ մետրոյի լոգոն նկարներով ցույց տալ ժողովուրդ ջան, ձեզ մետրո ենք բերելու, մետրո ենք կառուցելու 5-6-րդ անգամ արդեն, բայց այդպես էլ դա թղթի վրա է մնալու կամ փորձելու են, ասեն ռուսներն են մեղավոր, ինչի եմ ասում ռուսներն են մեղավոր, իրանք սիրում են դա ասել, քանի որ ռուսական ընկերություն է այդ մրցույթում հաղթել մետրոպոլիտենի կառուցման, դե ինչ որ խնդիրներ են ստեղծվելու, փորձելու են, ասեն, տեսեք, հրաժարվեց կամ նմանատիպ ինչ որ ձախողումներով մեկին նոխազ, քավության նոխազ դարձնել կամ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանին է քավության նոխազ դարձնելու եւ փորձի շոուներով քաղաքապետի հետ հարցեր բարձելու, որ իր ռեյտինգը չպակասի։ Դա է իրանց պոպուլիստական ծրագրերը, որ քաղաքացին իր կաշվի վրա չի զգացել փոփոխությունները, կարող են բոլորը քաղաքացիներից իրենց ՔՊ-ն դուրս գալ փողոց եւ մեր քաղաքացիներին հարցնել։ Մայր Հայաստանը շարունակ ակտիվ շփվում է քաղաքացիների հետ, ծանոթանում նրանց խնդիրներին, այ ինչից են դժգոհում Երևանի քաղաքացիները։ Տեսեք, բոլոր ոլորտներից բողոքում են, նույնիսկ պոլիկլինիկաներից են բողոք եմ ստացել, նույնիսկ բժիշկներն են, իհարկե ես անուններ չեմ տա բժիշկները պոլիկլինիկաներում բողոք են ներկայացնում ու շատ տեղին բողոք են ներկայացնում։ Կարծում եմ նաև պոլիկլինիկաներում կա կոռուպցիա, ինչի եմ հիմնավորում դա, քաղաքապետարանը եւ համապատասխան կառույցները անալիզի օրինակ բերեմ անալիզները, օրինակ Արյան անալիզը պոլիկլինիկայում, որը սուբսիդավորվում է պետության կողմից, քաղաքապետարանի կողմից, մասնավոր ընկերությունում օրինակ Դիալաբում ավելի ցածր է գինը այդ անալիզի, քան պետական սուբսիդավորվող պոլիկլինիկայում, որը թոշակառուն գնում է, այսինքն ինչ են անում։ Մարդկանց ուղղորդում են դեպի մասնավորները, իսկ այդ մասնավոր ընկերությունները կարծում եմ փոխկապակցված են հենց ՔՊ-ի վերնախավի հետ, այդ իսկ պատճառով պետական կառույցները փորձում են սնանկության տանել, փակել եւ մասնավորին արտոնություն տալ, նորից իրենց բարեկամ ծանոթների, բիզնեսներին են ուղղորդում տանում, բայց այստեղ շատ մեծ ծանր խնդիր է առաջանում, մեր պոլիկլինիկաները պետք է ոչ թե վնասով աշխատեին, այլ շահույթով, եթե շահույթով էլ չէր, պետք է սուբսիդավորվեր ու գինը մեր թոշակառուի համար անալիզի պետք է շատ ավելի ցածր լիներ, քան մասնավոր ընկերությունում։ Նաև այնտեղ տեսեք, ես այցելել եմ մի պոլիկլինիկա, որտեղ բժիշկները սենյակով ապահովված չեն պատշաճ, այցելուն մտնում է եւ երկու բժիշկ չգիտեն, թե այդ կանացի հետազոտությունները ինչպես պետք է, մեկ բժիշկը դուրս է գալիս դրսում պտտվում է, մինչև այդ կինը ստուգվի, այսինքն սենյակային պայմանները նույնիսկ ապահովված չեն, ինչ են անում, բայց սենյակներ այնտեղ կան, ինչ են արել, տվել են վարձակալության մասնավոր ընկերություններին, օրինակ ասեղնաբուժություն, ատամնաբուժություն, որը մասնավորինն է, բայց պոլիկլինիկան, որի ենթակայությամբ պետք է լիներ գործող այդ բաժինները, ապահովված չէ սենյակային նույնիսկ հասարակ տարական պայմաններին,
չկան այնտեղ պայմաններ, բժիշկները այնտեղ բողոքը ներկայացնում են եւ շատ ճիշտ են անում մեր բժիշկները, քանի որ տեսեք, մեկ պոլիկլինիկա, այդ պոլիկլինիկայում տվել են ռեստորանի տարածքը վարձակալությամբ են տվել ռեստորանի տնօրենի գրասենյակ։ Իսկ այդ ռեստորանի տնօրենը ինչ գործ ունի պոլիկլինիկայում իր նստավայր է դարձրել, այնինչ մեր բժիշկները պայմաններ չունեն այնտեղ, դա կոռուպցիոն դրսևորումներ են, որը որ ներքաղաքացիների հաշվին են կատարում։ Վերջին շաբաթներին տեսանյութեր տարածվեցին, որից ակնհայտ է դառնում, որ քաղաքային իշխանությունները անձրևային սեզոնից առաջ չեն մաքրում հեղեղատարերը, ինչու են սա աչքաթողանում եւ ինչու են հետո դժգոհում անձրևների առատությունից։ Տեսեք, անձրևատարերի հետ հեղեղատարերի հետ կապված խնդիրը որտեղ է, ես մեղադրում եմ ոչ միայն քաղաքապետարին, այլև կառավարությանը, որովհետև հեղեղատարերը հիմնականում պատկանում են կառավարության տիրույթում են, բայց քաղաքապետարանը, քանի որ Երևանը կառավարվում է քաղաքապետարանի կողմից, Երևանի քաղաքապետարանը պետք է բարձրաձայնի կառավարությանը ստիպի, որ կատարի իր աշխատանքները, ինչպես մասնավորին է ստիպում, փորձում ասել սա պիտի կատարես, քանի որ մեր Երևանն է, մեր բակային տարածքներն են, կառավարությունը պետք է սուբսիդավորում տրամադրի քաղաքապետարանին, որը Նիկոլ Փաշինյանը չի կատարում իր պարտավորությունները, այսինքն նա, չգիտեմ, Տիգրան Ավինյանի հետ խնդիրներ ունեն, թե չունեն, կարծում եմ ինչ-որ վերջերս խնդիրներ են ստեղծվել, այդ իսկ պատճառով էլ հեղատարերը այս վիճակում են, ինչքան էլ Տիգրան Ավինյանը փորձի ասի հեղատարերի հարցը որոշակի լուծված է, ընդհանրապես լուծված չէ, դա Կամո Արեանը եւս հաստատեց, որ հեղեղատարերի հարցը լրջագույն մարտահրավեր է մեր ժամանակակից Երևան ունենալուն։ Նույն հեղեղատարերը, կոյուղատարերը, մինչ այս պահ Սարիթաղը համ հեղեղատարերի խնդիր ունի, համ կոյուղատարերի, այնտեղի բնակիչներին Տիգրան Ավինյանը էլի քարոզարշավին խոստացել էր, որ կկատարի, բայց արդեն քանի տարի է անցել, ոչ մի լուծում էլ չկա, այդ բնակիչները ամեն օր ինձ զանգահարում են, ես փորձում եմ Կամո Արեյանին, մյուսին ստիպելով, փորձելով այնպես անել, որ մեր բնակիչների հարցերը լուծվի, ասում են կանենք, բայց չեն անում։ Իրենց ասած, ասեք կանենքի շնորհիվ չեն կատարում, քանի որ այդտեղ գովազդային ինչ-որ բան չկա, տեսանելի չի լինելու, չեն կարողանալու պլակատի վրա կպցնել, որ սա ենք արել, տեսեք ժողովուրդ ջան, այսինքն պոպուլիստական աշխատանք այդ մասով չի երևալու, դրա համար դա չեն կատարում։ Քաղաքային իշխանությունները մի շարք նոր փոփոխություններ իրականացրեցին իբրև թե խցանումների թեթևացման նպատակով, արդյոք հաջողեց թեթևացնել խցանումները Երևանում։ Ոչ, չի հաջողվել բեռնաթափում իրականացնել, ինչի հետևանքով չի առաջացել, որովհետև ոչ մի ավտոկայանատեղի, գեթ 1 ավտոկայանատեղի մինչ այս պահը չի կառուցվել Երևան քաղաքում։ Մենք 2 տարի առաջ, առաջին ավականու նիստին բարձրաձայնել եմ այդ խնդիրը, այդ առանձնացված գծերը, որ իրանք փորձում են իբր լավություն անել մեր քաղաքացիներին հանրային շահ ներկայացնել ավտոբուսները, դա մենք ենք ներկայացրել առաջինը, Եվրոպայի օրինակը, նաև Ռուսաստանում կա, Վրաստանում կա այդ օրինակը, բայց ոչ թե իրենց այս փնթի ձևով, այլ պետք է առաջի քայլով կատարեին վերգետնյա եւ ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցում, դրանից հետո հիմնական փողոցներից, որտեղ հանրային տրանսպորտը երթևեկում է, այնտեղից հեռացնեին կարմիր կետագծերը, ոչ թե բռնեին, թանկացնեին 14 անգամ, այլ պետք է հեռացնեին, ընդհանրապես չպետք է լինել եւ պետք է արգելեին կայանումը առաջին գծում ավտոբուսներին տալով այդ գոտին սահմանված մետրոպոլիտենի կառուցումը, բեռնաթափումը իրականանալու էր այդպես, իսկ իրանք սկսեցին աշխատանքը վերջից գալով, այդ իսկ պատճառով էլ ձախողել են, միայն գումարներ են հավաքագրել, 2.5 միլիարդից ավել գումարներ են կարմիր կետագծերով հավաքել, այնինչ ասում էին մենք գումարի համար չենք թանկացնում, մեզ այդ գումարը պետք չի, դե այդ գումարը եթե պետք չէր, բոլոր կարող էիք այդ գումարներով այլ ծախսեր իրականացնել, որը չեք իրականացնում, ասում եք գումար չկա, կառավարությունը չի տալիս, այսինքն եկամուտ, եկել է 2.5 միլիարդ դրամ, դուք նպատակ չունեիք, դա նպատակին կարելի է ծառայեցնել, օրինակ, Աջափնյակ համայնքում էստակադայի կառուցում, էստակադա պետք է կառուցվեր, որի նախագիծը ես ներկայացրեցի, իրենք փորձեցին խոչընդոտներ ստեղծել այդ էստակադայի համար, որ ես չներկայացնեմ, այսինքն իրենք չեն ուզում, որ ես ներկայացնեմ, իրենք փորձում են այն լավ բաները, որ մենք ներկայացնում են, փորձում են փոշիացնել,
ցույց տալ իբր իրենք են ուզում անել, բայց առաջին նախագիծը ես եմ ներկայացրել, այդ նախագծի քննարկումներով փորձեցին ամբողջովին խոչընդոտել, քննարկում թույլ չտալ, հանրային քննարկում էի ուզում անեի, դա էլ թույլ չտվեցին, բայց միևնույն է, ես վստահեցնում եմ, այդտեղ պետք է էստակադայի կառուցում լինի, որ բեռնաթափվի այդ հյուսիս-հարավ ճանապարհը աշտարակից եկող։